Վազքի է պատրաստվում Վանաձորը վաղ առավոտյան։ 600-ից ավելի բազորդ է հավաքվել Վանաձորի հրապարակում արդեն երկրորդ տարին կազմակերպվող ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026-ին մասնակցելու։ Բարեգործական վազքի մրցույթ է, որ համախմբում է հարյուրավոր մասնակիցների Հայաստանից եւ արտերկրից։ Ես անցած տարի 5 կիլոմետր հաղթել եմ Վանաձորում եւ այսօր տրամադրությունս նույնպես մարտական է։ Լավ է կազմակերպված, հրաշալի վազքուղի է, ինձ ամեն ինչ դուր է գալիս։ 21 կիլոմետր առաջ անգամ եմ վազում, Մի փոքր տաքացնում են մկաններն ու վազում հաղթանակի հետևից։ Առաջինը փոքրիկներն են 1 կիլոմետր ճանապարհը հաղթահարելու մարտահրավերով։ Որպես մեի որ 20 հատ ծագում էր։ Ջուջս կտրում էր։ Ես շատ բրթելով էին մասնակցում, բայց դե մասնակցեցինք, վիզդրեցինք ու հաղթեցինք։ Իսկ հաղթողներին հատուկ մրցանակներ Իդրամ ջունիորի կողմից։ Փոքրիկներին մրցանակներ են տալիս ու անցնում մեծահասակներին, նրանք արդեն մրցման մեջ են մտնում 5, 10 ու 21 կիլոմետրանոց կիսամարաթոնում։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորներն այս տարի ID բանկն ու Իդրամն են, Միդրամի ուժը նախաձեռնությամբ։ Միջոցառումն աջակցում է ու հավաքված միջոցներն ուղղում Վահե Մելիքսեթյան հիմնադրամին, այն հիմնադրամին, որի հետ ID բանկի ու Իդրամի համագործակցությունը դեռ վաղուց է սկսվել։ Իդրամի եւ ID բանկի սոցիալական պատասխանատվության ուղղություններում շատ կարևոր տեղ ունի նախ եւ առաջ համայնքներին աջակցությունը եւ կրթության աջակցությունը։ Այսինքն այս մարաթոնին աջակցելով Իդրամը եւ ID բանկը մի անգամից կարծես թե 3 ուղղություն են ընդգրկում՝ նախ առողջ ապրելակերպը, հետո համայնքների զարգացումը եւ կրթության աջակցությունը, որովհետեւ մարաթոնից գոյացած ամբողջ գումարը հատկացվելու է կրթաթոշակների տրամադրմանը։ 2020 թվականի պատերազմում է զոհվել Խոստումնալից կլինիկական դեղագետ ու վազքի սիրահար Վահե Մելիքսեթյանը։ Այսօր նրա փոխարեն վազում են հարյուրավոր մարդիկ, որ կատարվի նրա երազանքն ու զարգանա կլինիկական դեղագիտությունը։ Ես կարծում եմ մենք շատ կարևոր գործ ենք անում մեր գործընկերների հետ, ID բանկի, Իդրամի, որի դրական իմպակտը մենք տեսնելու ենք 5 տարի հետո, 10 տարի հետո գուցե ահռելի մեծ ազդեցություն է ունենալու մեր քաղաքի ու մարզի վրա։ Բարդ պայքար էր կիզի ճարևի տակ, վայրկյանների տարբերությունն անգամ հաղթանակ էր տալիս չհանձնվողներին։ Վալենտինա Մատկինան 1 ժամ 30 րոպե 25 վայրկյանում անցավ 21 կիլոմետրը, կանանց մեջ առաջինն էր։ Ես աշնան մարաթոնին եմ պատրաստվում, սա մի տեսակ փորձ էր։ Առաջին շրջանում լավ սկսեցի վազքս, բայց հետո անտանելի շոկ էր։ Ես սովոր չեմ նման շոկի։ Երկրորդ շրջանը ավելի դժվար էր, մի փոքր տխրեցի, բայց կարողացա հաղթահարել դա ու առաջ անցնել բոլորից։ Մյուս վազորդները չեն ընկճվում, գոհ են մասնակցությունից։ Անձնական ռեկորդը չխփեցի, բայց ոչինչ, ված չէր։ Ապրում եմ Հայաստան։ Եղել եմ Հայաստան մի տարի ու կես, անգլերենի ուսուցիչ եմ։ Ապրում եմ այստեղ, հրապարակի մոտ Վանաձորում, ուրեմն շատ լավ էր վազել իմ ընկերների հետ, իմ հարևանների հետ։ ID բանկի ու Իդրամի աշխատակիցները նույնպես ուժերն էին փորձում կիսամարաթոնում, ուրախ էին, որ հաղթողները հենց իրենց ընկերությունների կողմից ստացած հատուկ մրցանակներով էին մարաթոնից հեռանալու։ ID բանկի եւ Իդրամի կողմից դրամական պարգևները, մրցանակակիրները ID քոինների տեսքով են ստանում։ Նրանք այդ ID քոինները կարող են օգտագործել Իդրամով վճարումներ ընդունող բոլոր կետերում։